քանի որ արդեն դատարանը հետազոտվել է մեղադրանքի կողմից ներկայացված բոլոր ապացույցները, հստակ կարող ենք արձանագրել մի հատ կարևոր հանգամանք։ Դատական ակտի մեջ դատարանը դնում է և փաստում է, որ նման տեղեկություն կա, որ ականատեսական մատնացության ունից որպես կատարողի և իմ հետքերն ու մատնահետքերը հայտնաբերվել են ինչ-որ առարկաների վրա։ Փաստացի այսօր ԴՆԹ հետազոտության փորձագետի տվյալներով հերթում է այդ ամեն ինչը, երկրորդը բացականվել են այս դատարանան բոլոր վկաները և այդ ծրել չի հայտնվել որովհետև մի վկա, որը մատնացության է ինձ որպես կատարող։ Այսինքն սա ինչ է նշանակում, սա նշանակում է այն սկզբանե այս գործը կառուցված է կեղծ փաստերի հիման վրա, համագործակցություն է տեղի ունեցել դատարանի քննչականի դատախազության մեջ ու դրա արդյունքում դատարանը կեղծ փաստական տվյալ է ներկայացրել։ Այսօր դա հանրային մեղադրողը խոսում է ինքն ես հայտարարություն արեց այն հայտարարություն։ Ես հասկանում եմ իրանց բաները։ Հանրային մեղադրողը ներողություն։ Հանրային մեղադրողը մասին է խոսքը, հանրային մեղադրողը այնքան ապացույց չունի, որ խախտում է իմ հայտարարությունները։ Ես կարող եմ իմ հայտարարությունները ասեմ նաև ճշմարտություն, նաև խախտում եմ, որովհետև խախտել ինչ առումով մարդկանց քաշքշուկի մեջ եք գցում, ես իրականություններ կարամ չասեմ ու հայտարարությունը հանրային մեղադրողը ճիշտը չասեմ։ Դա ինչ կապ ունի իմ հայտարարություն, թե ես ինչ եմ ասել։ Իմ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ վկայի հետ, ու ես նենց էլ չի, որ եմ հրաժարվում եմ իմ հայտարարություններից։ Այն ինչ որ ասել եմ դատարանում, պատրաստ եմ մինչև վերջ իմ ասածներին տեղ տալ։ Ես խոսքի օրինակ եմ ասել, բայց ես տենց հայտարարություն չի եղել, որ մի հատ հայտարարություն անեմ ու այդ հայտարարությունից հրաժարվում։ Բայց իրանք ցուցմունք են իրել ու ժողովուրդ։ 5 անգամ ցուցմունք ա տվել, 5-ն էլ իրար կոնկրետ կոնկրետ այս փաստաթղթի հիման վրա հիմնավոր կասկած առաջացել 3 տարի է ես կալանքի 3 տարուց ավել է կալանքի տակ եմ գտնվում բոլոր դատական ակտերին փլուզում է կատարվում այս դատական ակտին, որը կեղծիք է, ակամհայտ կեղծիք է։ Դուք այսօր ակամհայտ կեղծիքի հիման Կարող եք իհարկե անհամաձայնություն կարգավիճակի հասկանալի է, ձեր բրդովմունքը դատարանի հասկանալի է, բայց ձեր կարծիքը, որ կեղծիքներ ա եղել, կամ չգիտեմ ապօրինություններ ա եղել, ու բազմաթիվ անգամ վերադասացիաներով այդ բողոքարկումները իրականացրել եք, նաև այս դատական ակտի մասով, ճիշտ է։ Մենք հիմա ուղղակի դատարանը բավարարեց, ձեզ հնարավորություն տա ձեր վերաբերյալ կայացված հարկադրանքի միջոցի վերաբերյալ որոշումից, որը ըստ ձեզ հիմք է հանդիսացել հետագա այս գործի կազմման ապացույցների հավաքման չգիտեմ, այն ինչ որ դուք այն ինչի հիմա վրա դուք կառուցում եք կամ կառուցելու եք ձեր եզրափակիչը, դրա համար դատարանից է կարգել դատարան, դուք խորում եք դատարան, որ ես վերադարձ դատարաններին բողոքարկել եմ բողոքը մերժել, վերադարձ դատարանները ոչ թե բողոքը մերժել են համարելը, որ կեղծիք ու ապօրինություն չկա, այլ վերադարձ դատարանը իր դատական ակտում հստակ նշել է, որ քանի որ դատարանի անկախությունը հարգելով հիմնավոր կասկածին չի անդրադառնում։ Վերադարձ դատարանը երբեք չի ասել հիմնավոր կասկած կա, թե չկա։ Դրա համար ես առաջի ատյանի դատարանից միշտ խնդրել եմ, ասում եմ, երբ որ հիմնավոր կասկածի վերաբերյալ հետևություն եք նշում, որ հիմնավոր կասկածը առկա է, նշեք ինչի հիման վրա է առկա։ Երբ որ հղում եք կատարում են դատական ակտին, որը այսօր ես կարդացի, որը կոնկրետ հստակ արդեն փաստարկված տվյալ է, որ ապօրինի կայացած դատական ակտը, դատական ակտին հղում մի կատարեք, որովհետև այդ դատական ակտը ինչ նշված է, այսօր փաստացի դատարանում արդեն ապացուցվել է, որ ապօրինի է կայացվել։ Նման ապացույց քրեական վարույթի նյութերում գոյություն չունի։ Իմ ասելիքն է դա։ Լավ, հասկանալի է։ Ինչ մնաց, թե ես ինչ եմ հայտարարել, ինչ եմ հայտարարել։ Դրա մասին արդեն ասեց։ Ես հասկանում եմ, ասենք հարգելի դատարան, ասենք ապացույց գոյություն չունի, բնականաբար մեղադրյալի հայտարարություններից պետք է փորձեն ինչ-որ մի բան գաղթեն։ Բայց այն հանգամանքը, որ նաև ապացուցվել է ԴՆԹ հետազոտության, որ այդ մարդը այդ տանը չի գտնվել, դա էլ է միանշանակ։ Այն ապացույցը, որ մենք կոնկրետ
Խնդրում եմ ավելի հստակեցրեք Մանուկյան։ Դուք արդյոք ես դունայ արձագանքում եք միևնույն ժամանակ այն հատվածին, որ տպավորություն չառաջանա, որ հանրային մեղադրողը ինչ որ նենց բան հայտնաբերեց, հայտնագործություն արձ։ Այո, տունը վարձակալել եմ, ես եմ վարձակալել, ես եմ հանձնել եմ։ Ես ոչ մի անգամ չեմ հրաժարվել։ Այսինքն մարդուն ճշտում եք որ ուղղությամբ գնացել, վեկալում եք հետագիծը 15 օր հետո ներկայացնում, որ տեսեք, մարդը գնաց էս իշ տեղը, ասում եմ հա գնացել եմ, ասում են եկար էս իշ տեղը, ասում եմ հա եկել եմ, ասում են էս իշ տեղը տուն վարձեցիր, ասում եմ այո վարձել եմ, ասում են տունը հանձնեցիր, ասում եմ այո հանձնել եմ, ասում են առևանգումը դու ես կազմակերպել։ Ցանկացած մարդ այսօր որ տեղաշարժ ունի, նայում ունի հետագիծ։ Բնականաբար հետագծով 15 օր հետո հետագիծը նայեց մարդուն, հարց տալ ասես, բայց դու գնացիր Դիլիջան, դու պատասխանը այո գնացի։ Ինչ ունա կապելու։ Ես հենց առաջ օրվանից եմ ասել, ինչպես հանրային մեղադրողը նշեց, որ ես այդ ուղղությամբ գնացել եմ, այդ տունը վարձակալել եմ, կապելու բան չեմ ունեցել։ Այսինքն ես ճշմարտությունն ասում եմ, իրանք դա օգտագործում են իմ դեմ։ Որպես ապացույցան ներկայացնում, այնպես իբր ապացուցված այն հանգամանքը, որ մարդը դեղել կամ չէ։ Նախ ասեմ, որ քրեական վարույթի նյութերը ապացուցված է, որ մարդը երբեք այդտեղ չի եղել։ Դա ես չեմ ասում։ Դա ինքն է ասում իր տված առաջի ցուցմունքում, որտեղ հստակ հատկադարձ անշե միջև այդ բնակարանի ձևակերպության մասնակցություն ունենալը, որ ինչպեսի տեսք ունեցել բնակարանը, որտեղ իրեն պահել են։ Մենք կոնկրետ ապացույցին ենք վերաբերում։ Ապացույցին է վերաբերում։ Մենք կոնկրետ հաստատք։ Հիմա հակադարձում եմ հանրային մեղադրողին հետ։ Հանրային մեղադրողին հիմա պետք չէ ասով հակադարձել։ Դե ամենայն հետ կապված, որոշման հետ հրապարակել եւ որոշման հետ կապված այն ինչ որ ասել եմ, պնդում եմ, միջև այսօր դատարանը ինչ հայտարարություն արել եմ, հետել եմ կրտա։ Ինձ մասնախոսությամբ չեմ զբաղվել։